Ճարտարապետություն, ուրվական անցյալ և չբացահայտված ներկա ծրագրի առաջին հանրային միջոցառման հասցեն Ջերմուկի մշակույթի պալատն է, որը երկար տարիներ չի գործում։ Լքված տարածքների վերաիմաստավորմանը նվիրված այս նախագիծն իրականացրել է Թոք մշակութային կազմակերպությունը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահի և Ջերմուկի համայնքապետարանի հետ գործակցությամբ։ Մենք նախագիծը սկսեցինք մի պարզ մտքից, որ յուրաքանչյուր տարածք ի սկզբանե լքված է, մինչև մարդը չի մտնում այնտեղ, ինչ որ բան ծավալում, գործնեություն, քայլում, պարզապես խոսում, անում յուրաքանչյուր գործողություն, որը հնարավոր է։ Եվ մտածեցինք, որ լավագույն կերպը շենքը բացահայտելու դա ներգրավել եւ խոսել արվեստի լեզվով եւ ներգրավել արվեստագետներին։ Հովհաննիսյանի խոսքով միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել։ Ճարտարապետ Մարտին Միքայելյանի նախագծած այս կառույցը տպավորել է կազմակերպիչներին։ Ինչ էր տեղի ունենում, արվեստագետները փորձում էին նորովի բացահայտել ճարտարապետությունը, պարզապես ներսում գտնվելով, ուսումնասիրելով դետալները, ճարտարապետական տարբեր մոտիվները, այն պատմությունները, որոնք կապված էին այդ շենքի գործնեության հետ, որի արդյունքում ստեղծեցին արվեստի գործեր։ Եվ նախագծի հաջորդ փուլը եղավ լրությունից հետո բազմադիսցիպլինար ցուցադրությունը։ Գեղարվեստական տպագրող Սոֆի Մուսոյանի, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանի և քանդակագործ Մանվել Մաթևոսյանի ստեղծած արվեստի գործերը լցրել են շենքի դատարկությունը, նոր շունչ հաղորդելով չգործող այս շինությանը։ Մենք ուրախ ենք աջակցել նման նախաձեռնությանը, սա գրավիչ կարող է դառնալ զբոսաշրջիկների համար, այցելել հրաշալի Ջերմուկ ու հայտնի տեսարժան վայրերին զուգահեռ առնչվել նաև արվեստի հետ։ Այս նախագծի հիմնական նպատակներից է նաև նվազեցնել լքված տարածքները։ Մեզ բազմաթիվ ցուցահանդեսներ են կարել, բայց այս տիպի, այսպես ինստալացիաներով, այսպեսի մոդեռն ձևերով, նոր մտահղացումներով առաջին անգամ ենք անում, եւ դա կարծում եմ մեր քաղաքի երիտասարդության համար շատ հետաքրքիր կլինի եւ այլ ընտրանքի եւ ծանոթանալու ինչպես կարելի է մտքերը արտահայտել նոր ձևերով, ինչպես մենք այսօր ցուցադրեցինք։ Կազմակերպիչներն ընդգծում են, նման նախաձեռնությունները հատկապես երիտասարդ արվեստագետներին միմյանց ճանաչելու եւ որ ամենակարևորն է, փորձի փոխանակման հնարավորություն են տալիս։ Ճարտարապետություն, ուրվական անցյալ եւ չբացահայտված ներկա ծրագրի հաջորդ կանգառը դեռ չեն բացահայտում։ Յուրա Վահանյան, Լիպարիտ Ասատրյան, լուրեր։